Այս սրանք սապոնինների արկայության արդյունք են։ Այո, ճիշտ կարդացիք, բաղեղը որպես օճառ։ Այս շատ հետաքրքիր բույսերը, որոնք կոչվում են բաղեղ, գիտեք, ռուսերեն պլյուշ, շատ տարածված է ամբողջ աշխարհում եւ հիմնականում օգտագործվում է դեկորատիվ նպատակներով։ Շատ կարևոր է, որ բաղեղը ունի տարբեր նպատակ օգտագործման։ Օրինակ, նրանք կարող են աճել եւ դրսում, եւ ներսում, գեղեցկացնելով մեր տունը, բակը։ Եթե նկատում եք, կոնկրետ մեր կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից 1540 մետր բարձրության վրա, բայց մինչև հիմա նրանք ամբողջովին կանաչ են։ Տեսեք, ունենք տարբեր տեսակներ, խայտաբղետ տերևներով, որոնք մենք բերել ենք Նյու Յորքից, ունենք տարբեր տեսակներ, որոնք Պորտուգալիայից, ունենք մանրատերև, ունենք խոշորատերև տեսակներ։ Սակայն նշեմ, որ ոչ մեկը երևի թե չգիտեք բաղեղի կարևոր հատկություններից մեկի մասին, որ այն կարող ենք օգտագործել նաև որպես օճառ, այո, որպես օճառ։ Տեսեք, այս բույսերի մեջ բավականին մեծ է սապոնինների քանակը, որի հետ կապված է նրանք բավականին կարևոր են կոնկրետ օրգանական, նրանց համար, ովքեր ցանկանում են օրգանական եղանակով լվանալ իրենց սպիտակեղենը, հագուստները։ Նշեմ, որ արտերկրում, տարբեր երկրներում կան կազմակերպություններ, որոնք հենց բաղեղից պատրաստում են օճառ։ Դրանց մասին իհարկե դեռևս կխոսեմ, կներկայացնեմ տարբեր բաղադրատոմսեր, որը դուք կարող եք օգտագործել։ Շատ կարևոր մի հատկություն՝ ի տարբերություն քիմիական լվացքի միջոցների, նրանք երբեք չեն փոխում հագուստի գույնը, այսինքն թակառակային դարձնում են ավելի վառ, ինչպես նաև շատ կարևոր է, որ երբ որ որևէ ասենք բծերը չեն անցնում, ուղղակի թրջում ենք բաղեղից պատրաստած օճառների մեջ, ավելի ուշ կանդրադառնամ դրան։ Այ տեսեք, ինչքան հետաքրքիր տեսակներ կան, փոքր տերևներով եւ խայտաբղետ։ Այս մյուսը, տեսեք, որքան գեղեցիկ է եւ յուրահատուկ տեսք ունի, եւ նաեւ ավելի մեծ տերևներով տեսակները եւ այստեղ դուք կարող եք տեսնել լայնատերև բաղեղներից, օրինակ, եթե մենք պոկենք, տեսեք տերևը, եւ մաքնենք, ապա տեսնում եք այս փայլուն արտաքինը, հենց այս սրանք սապոնինների արկայության արդյունք են։ Ինչպես դուք տեսնում եք, գրեթե մեր բոլոր տարածքներում եւ ուսուցման սենյակում եւ ընդհանրապես դրսում ամենուր բաղեղի բույսեր են տարբեր ծաղկամաններում։ Մենք այս տարի բավականին բույսեր բազմացրել ենք նաև ջերմոցներում, տեսեք ամբողջ վերևի շարքը եւ նաև հետևի շարքը բաղեղներ են, բաղեղի տարբեր տեսակներ, որոնք ասեմ, որ բավականին մեծ պահանջարկ ունեն այսօր շուկայում, եւ այսօր մարդիկ գնալով գերադասում են կանաչ պատերով տները, կանաչ պատերը եւ նաեւ այնպիսի բույսեր, որոնք տանը մշակության դեպքում նպաստում են օդի մաքրմանը, օդի աղտոտվածության նվազմանը եւ ինչու՞ չէ նաեւ դրական միջավայրի ստեղծմանը։ Արդեն ինչպես ես խոստացա, անպայման մենք կխոսենք բաղեղի մասին, թե ինչպես եւ ինչու կարելի է բաղեղ օգտագործել լվացքի համար։ Բաղեղի տերևները ասացինք, որ պարունակում է սապոնին, որոնք բավականին անվտանգ են։ Իսկ ինչպես պատրաստել։ Տեսեք, եթե ուղղակի դուք ցանկանում եք օգտագործել եւ անմիջապես լվացքի մեքենայի մեջ օգտագործել, ապա վերցնում եք մոտ 10-15 բաղեղի թարմ տերևներ, ճմրթում եք ձեռքով, որպեսզի սապոնները ավելի հեշտ դուրս գան, տեղադրում եք փոքրիկ կտորե պարկերի մեջ կամ լվացքի համար նախատեսված հատուկ պարկերի մեջ եւ տեղադրում եք հենց լվացքի մեքենայի խցիկում, որտեղ որ պետք է դնեք հագուստը։ Եթե ցանկանում եք պատրաստել թուրմ, ապա վերցնում եք 20-ից 30 տերև, այսինքն լվացքի հեղուկ պատրաստել, վերցնում եք 20-ից 30 բաղեղի տերև, խոշոր, փայլուն, մուգ գույնի եւ եռացնում եք 15 րոպե։ Այնուհետև այդ թուրմը դուք պահում եք տարաններում եւ հետագայում օգտագործում լվացքի համար։
Նշեմ նաև դուք կարող եք բաղերից պատրաստել նաև լվացքի հատուկ հեղուկներ, որոնք կարող են ձեզ համար դառնալ հաճելի բիզնեսի աղբյուր։ Այսինքն վերցնում եք 30-40 թարմ բաղեղ, 1 լիտր ջուր եւ ցանկության դեպքում ավելացում եք նաև հոտավիտ նյութեր։ Այնուհետև փաթեթավորում եք, լցում տարանների մեջ, պիտակավորում, մի խոսքով եւ այդպիսով դուք կունենաք նաև նոր հետաքրքիր բիզնես։ Ուրեմն նշեմ, որ այս բոլոր հեղուկները, այս բոլոր լվացքի միջոցները, որոնք դուք պատրաստում են հատկապես հագուստի համար, գունավոր հագուստի համար, եթե դուք ցանկանում եք նաև սպիտակեղենը լվանալ, ապա այդ դեպքում պետք է ավելացնեք մի քիչ քացախ, մի թեյի գթալ սոդա կերակրի եւ նաև այլ սպիտակեցնող օրգանական նյութեր։ Մի շատ կարևոր բան, որը մոռացա նշեմ, որ ժամանակն է, որ սապոնիններ ունեն ամենաբարձր պարունակությունը։ Ուրեմն տերևների բերքահավաքը հիմնականում կատարում են հոկտեմբերից մինչև դեկտեմբեր, նույնիսկ երբեմն դեկտեմբերի վերջ, քանի որ այդ շրջանում սապոնինները ամենաշատն է, պարունակությունը ամենաբարձրն է, քանի որ նրանք արդեն դադարել են աճը, այսինքն աճեցողությունը պարզապես կանգնել է։ Իսկ գարնանը, երբ որ սկսում է հյութաշարժությունը, երբ որ սկսում է ակտիվ աճը, սապոնինների քանակը նվազում է։ Մի ուրիշ կարևոր փաստ եւս, դուք կարող եք նաև տերևները չորացնել, չորացած տերևներից թուրմ պատրաստել եւ դա նույնպես օգտագործել որպես լվացքի միջոց, սակայն այդ դեպքում ոչ թե փոշին եք օգտագործում, այլ նույնպես պատրաստում եք թուրմ։ Երևի արդեն դուք նկատել եք նաև իմ բոլոր հաղորդումներում, որ ես շատ եմ կարևորում մեր տարածքի գեղագիտական տեսքը։ Տեսեք, օրինակ այստեղ ունեինք շատ տգեղ պատեր, եթե նկատում եք նույնիսկ տարբեր քարեր, երկաթ եւ այլը եւ այլը, եւ գարնանը մենք որոշեցինք, որ լուծում պետք է տանք այս պատին եւ տնկեցինք բաղեղները։ Դուք տեսնում եք, մեկ տարվա ընթացքում արդեն մոտ մեկ տարվա չէ, ներողություն, մի 6-7 ամսվա ընթացքում մոտ բավականին բարձրացել են բաղեղները եւ հաջորդ տարի այս ամբողջ պատը կծածկվի։ Իհարկե, տեսնում եք, այս արկղերի շուրջը նույնպես մի շատ կարևոր բան ասեմ, մի անհանգստացեք, որ նա չի կպչի պատին։ Եթե նկատում եք, ապա նա շատ ամուր արմատիկներով կպչում է պատին եւ նույնիսկ երկաթին։ Փորձեք պոկել, չի պոկվի։ Եվ ամբողջ ձմեռ ձեր պատերը կլինեն կանաչ, հաճելի։ Ես կներկայացնեմ տարբեր բաղադրատոմսեր, թե ինչպես պատրաստեք օճառ, ինչպես լվանակ հագուստները, ես նշեմ, որ առաջիկա հանդիպումներին կխոսեմ նաև բաղեղի բազմացման մասին։